Թույլատրվում է արդյոք դեղին ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ։ Արգելվում է։ Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, պարտավոր եք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին։ Պարտավոր չեք։ Ձախ շրջադարձ թույլատրվում է միայն B հետագծով։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն կցորդ, կիսակցորդ է համարվում շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար, որ նկարում ճանապարհը բաժանարար գոտի ունի, երկու դեպքում էլ։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, մոտոցիկլի վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը, երկու դեպքում էլ։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, չի աշխատում կառուցվածքով նախատեսված թափքի դռան փականը, չի աշխատում կառուցվածքով նախատեսված խցիկի դռան փականը, երկու դեպքում էլ։ Նշաններից որն է տեղադրվում երթևեկելի մասերի հատումից անմիջապես առաջ, տարբերակ երկրորդ։ Ինչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանը։ Նորոգման աշխատանքների պատճառով կողմնակ մուտք գործելը վտանգավոր է։ Որ ուղղությամբ կարող է շարունակել երթևեկությունն այս խաչմերուկում, եթե վարում եք 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար ավտոմեքենան, ցանկացած։ Մյուս խաչմերուկում նշվածներից որ ուղղությամբ կարող եք շարունակել երթևեկությունը։ Բոլոր ուղղություններով։ Խաչմերուկը վերջինը կանցնի։ Կանաչ ավտոմոբիլը։ Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ. բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլ և ավտոբուս։ Երթևեկությունը թույլատրվում է դեպի աջ առաջին անցումով, որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթևեկել երթևեկելի մասի աջ գոտիով։ Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։ Տվյալ ճանապարհային գծանշումը թույլատրվում է երթևեկել դեպի ձախ և հակառակ ուղղությամբ։ Թույլատրվում է արդյոք միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը։ Թույլատրվում է։ Կարմիր գույնի առկայծող փարոսիկի միացրած կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլատրություն ստանալուց հետո։ Թույլատրվում է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացին անցնել կամրջի վրայով, արգելվում է։ Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է նստեցնել հենելով վնասվածքի կողմը։ 20 ճիշտ պատասխան։